Մենք փորձարկում նոր պանիրներով։ Նախորդ վիդեոից հետո, որտեղ ես փորձում եմ աշտարակ կաթի պանիրների ու չեմ հավանում, շատիկը կոմենտներ եղան տարբեր պանիրների բրենդներով, անուններով, համերով, որ արժի փորձել։ Ու քանի որ ես չեմ գնացել խանութ ու առել, այլ պատվիրել եմ, համերը չէի կարող ընտրել։ Եվս մեկ փորձարկում կլինի, որտեղ ես հատուկ կգնամ ու կընտրեմ ձեր նշած համերը։ Իսկ այսօր ունենք Մարիաննայի խտացրած կաթի միջուկով։ Ես անծանոթ բրենդեր սիրուն cheesecake-ի համով էր, ասեցի ես էլ փորձենք։ Կոմենտների մեծամասնությունը Երեմյանների մասին էր։ Դե սկսենք։ Առաջինը ուզում եմ Մարիաննայից սկսել։ Հոտը արդեն ավելի լավն է։ Համով է։ Ես չեմ ակնկալում ճիշտ է պանիկից չունենալ ընդհանրապես այդ պանիկային համը, որը ես չեմ սիրում, բայց այս մեկը համով է։ Քանի որ կյանքում մենակ փորձել եմ աշտարակի պանիկները, այս մեկը արդեն ավելի համով է։ Բայց ոնց որ մեջը կաթնաշորի հատիկներ զգամ։ Նենց չի շատ խանգարում են համին, բայց չգիտեմ։ Ոսը փորձենք Երեմյանների վանիլայինը։ Դինա։ Ոչ չի։ Ավելի փափուկ է։ Չկան մեջ այդ հատիկները։ Բավականին լավն է։ Մեսը շոկոլադեն է։ Այս բոլոր պանիկների մեջ չկան են վատ համը, որ ես առնում եմ դառումով լավ է ու չեմ զզվում ուտելու։ Շոկոլադը չհամանել չի։ Տարօրինակ է, մի տեսակ ոնց որ չսազի։ Չեմ հասկանում, որի շատ է շոկոլադի համ գալիս։ Վանիլայինը ավելի լավն էր։ Ու վերջինը ինչ-որ ծխված վիճակում է, ու ես այն դեռ չեմ ուզում կծեմ, բայց մի քիչ cheesecake-ի համ։ Ծաղալ ունենը, որ ես cheesecake-ը չեմ սիրում։ Ու այնց ոչ թե չեմ սիրում, այդ ու ֆանատ չեմ էլի։ Ջարդած չլիներ, երևի ավելի հավեսով կուտի։ Եթե պանիկի ֆանատ եք ու ինչ-որ հետաքրքիր համեր եք փնտրում, էսի բաբուշկինը կռինկա ապրանքանիշից է, կարաք փորձեք։ Ընդհանուր ամենաշատը երևի հավանեցի Երեմյանների վանիլայինը, բայց եթե այն հատիկները չլներ, որ ասում էի, այս կարող է ավելի շատ հավանել այս Մարիաննայինը։ Այսքանը, ու եթե ինչ-որ նոր հետաքրքիր համեր կա, ասեք, ես դեռ ինչ-որ մալինայի, թե ինչի համեր կար, որ խորհուրդ եք տվել, չեմ առել, մյուս անգամ դրանք կփորձենք։